Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 24-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Առաջի ուշագրավ թեման Միացյալ Նահանգներից ասենք, որովհետև լավ է պատկերացնում, որ նոր աշխարհակարգի հետ կապված Միացյալ Նահանգների դերակատարությունը չափազանց մեծ է։ Անկախ նայած ինքը ցանկանում է ակտիվանալ թե մեկուսանալ, դա նույնպես ազդելու է նոր աշխարհակարգի վրա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք նշանավորեց այլ երկրների գործերին միջամտելու և արտասահմանում պետականաշինության քաղաքականությունը Վաշինգտոնի կողմից մերժմամբ։ Մենք իրականացրել ենք երկարաժամկետ արտաքին քաղաքականության փորձ, որտեղ մենք փոխանակել ենք մեր դաշնակիցների համար պաշտպանությունն ու անվտանգությունը այլ երկրների գործերին միջամտության հետ, ասել է ԱՄՆ փոխնախագահը, նշելով, որ դա տեղի է ունեցել նույնիսկ այն երկրներում, որոնք քիչ առնչություն ունեն ԱՄՆ հիմնական շահերի հետ։ Սա քաղաքականության զգալի փոփոխություն է Միացյալ Նահանգներում, եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը։ Հիմա հասկանանք, ի վերջո, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշ երկրների գործերին չի միջամտելու, հիմա դա մեզ համար լավ է թե վատ։ Նոր աշխարհակարգ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը փորձում է հետ քաշվել և ուժի դիրքից ամեն մեկը որոշի աշխարհը վերաձևել, կամ ինքը պայմանավորվածություններ ձեռք բերի Էրդողանի հետ, կամ Ալիևի հետ, կամ Պուտինի հետ, որի պարագայի մասին լավ մենք ենք զիջում, ընդեղ դու ես զիջում։ Այդ պարագայում մենք այդպիսի աշխարհակարգը ավելի անվտանգ ենք համարում աշխարհի համար, տարածաշրջանի համար ու մեր համար, կարծում եմ միանգամայն ոչ։ Բացի դրանից, ես ուղղակի կարոտ եմ մնացել գոնե մի օր Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր ղեկավարությունից մեկը մի բան հայտարարի, հաջորդ օրը ինքը իր հայտարարածի տրամագծորեն հակառակը չհայտարարի։ Գոնե մի օր դիմանա իրանց ասածը, էլի։ Ընդամենը վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների նույն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, երբ որ գնացել էր Մյունխենում հանդիպման, Մյունխենում մի հատ ելույթ ունեցավ, նոր էլ ինքը դարձել էր փոխնախագահ, գնացել էր Եվրոպա, փորձառու մարդկանց առաջ հանդես էր գալի, մի դրեց ժողովրդավարության դասեր տվեց եվրոպական երկրներին, ձեր մոտ ժողովրդավարություն չկա, էլ Գերմանիայում չկա, էլ Մեծ Բրիտանիայում չկա, էլ էստեղ, էլ այնտեղ, էլ այնտեղ, ու գիտեք դա երբ էր ինքը գնացել, երբ որ Դոնալդ Թրամփը թագավորի թագը գլխին դրել էր ու ինքը գնացել ելույթ էր ունենում։ Բա մարդիկ ասում էին, «Էդ ով է ասել, որ Եվրոպայում ժողովրդավարություն չկա», ասում էր, «Մեր թագավոր ախպերը էլ ով պետք է ասի»։ Այսինքն բա դա միջամտություն չէր։ Բա Իլոն Մասկը, Ջեյ Դի Վենսը, որ գնացել էին Գերմանիայում, նեոֆաշիստներին աջակցում էին, ցանկանում էին բերել իշխանության, դա միջամտություն չէր։ Բա որ Իլոն Մասկը իրան իրավունք էր վերապահում վիրավորական արտահայտվի, Գերմանիայի կանցլերի հասցեին, Մեծ Բրիտանիայի վարչապետի հասցեին, որը ընդամենը նոր էր ընտրվել ժողովրդի վստահություն ստացած, Կիր Սթարմերի մասին է խոսքը։ Այդ ձևով, որ վերավորական արտահայտություններով անգամ խոսում էիք, դա միջամտություն չէր։ Եթե միջամտություն չի լինելու, այդ դեպքում բացատրեք, ինչ եք ուզում Իրանից։ Իհարկե մենք կուզենանք, որ Իրանը միջուկային զենք չունենա, որովհետև մեր հարևանն է, որ այդ խնդիր չունենք, բայց չգիտենք, եթե ինքը միջուկային տերություն լինի, խնդիր կունենանք, թե չէ։ Առավելևս ինքը եւ հարևանների հետ այնպիսի քաղաքականություն ատանում, որը համահունչ չի մեր քաղաքականության հետ։ Մենք ուղղակի փորձում ենք իր հետ երկկողմ հարաբերությունները այնպես անենք, որ դա չվտանգենք։ Թե չէ իր հարաբերությունը Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի ցանկացած ուղղությամբ կամ առճակատումը Ամերիկայի հետ որևէ ձևով չի բխում մեր շահերից, բայց այդ մենք ենք ասում, որ մեր շահերից չի բխում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե ուրիշի գործերին չի միջամտում, որն է բացատրությունը հոդաբաց, որ կարող է Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունենա, Պակիստանը ունենա, Իրանը չունենա։ Ինչ դա պատճառը։ Իրանին չենք վստահում,
Այսինքն խառնվում ենք իր ներքին գործերին ու ասում ենք, չէ, սպասի, դու կրոնապետություն ես, կարող ու ձեռը զենքելի օգտագործես։ Այսինքն որ կրոնապետությունն է, Իրանի հոգևոր առաջնորդը ավելի տոտալիտար պետություն ա ղեկավարը կամ Կիմ Չեն Ընը կամ էլ թե չէ Վլադիմիր Պուտինը։ Հա։ Բայց եթե միջամտություն չի լինելու, այդ դեպքում հարց է ծագում։ Բա Ուկրաինայի նախագահին կանգնում ասում եք սոցիոլոգիական հարցում ենք նայել, դու հեղինակություն չունես, քո վարկանիշը քո երկրում ընկածա, դու ոնց պետք է այս հարցերը լուծես։ Բա դա ներքի գործերին խառնվել, չէ՞։ Թե բանա փոխվե։ Այսինքն ընդունում եք, որ հա բայց այդ մեկուսացման քաղաքականությունը ձերը նոր չի։ Մեկուսացման քաղաքականությունով Դոնալդ Տրամպը նախընտրական քարոզարշավ է տարել, որ ասում ենք դա ձախողված քաղաքականություն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ որ նախագահան դա փորձել է ինքը վերանայել է իր պաշտոնավարման հաջորդ տարիների ընթացքում, որովհետեւ դա խայտարակ ձախողումների է տարել Միացյալ Նահանգներին։ Բայց դրանից հետո դες ակտիվ ձևով աշխարհի բոլոր գործերին խառնվել եւ հետո կանգնել ասել մենք ոչ մեկի գործին չենք խառնվելու։ Հետո հիմա մենք ինչ որոշենք, աշխարհի հետ կապված ոնց ենք պատկերացնում։ Բայց որ գործին խառնվելով էր, որ Գազան պետք է դատարկվեր, որպեսզի այնտեղ բանի զբոսաշրջային կենտրոն դառնար։ Գրեթե մի 2.5 միլիոն մարդու ընդեղից պետք է հանեին, որպեսզի կարողանային դա ներքին գործերին խառնվել։ Չէ, այդ մարդիկ ուզում էին դուրս գա։ Այդ մարդիկ ուզում էին իրանց տներից գնալ։ Ներքին գործերին խառնվել չի, որ ասեն գրելանդացիներին գնացել եք ընտրություններից առաջ, ուզում եք ընդդիմությանը կաշառեք, փողեր եք առաջարկում, որպեսզի նրանք շուռ գան եւ հենց ընտրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների միանալու քաղաքականություն տանեն, թե որ Ուկրաինայում գնացել եք ընդդիմությանը հետները բանակցում եք առանձին, որպեսզի իրանք դուրս գային Զելենսկու դեմ, նրանք էլ ասին մենք չենք վաճառվում, չենք գնա այդպես քայլի, եւ Ռադան մեծ դժվարությամբ երկրորդ անգամ փորձով վստահություն հայտնեց նախագահին ու ասեց վերջ, մենք իրան փոխելու խնդիր չենք տեսնում, իր լեգիտիմությունը ճանաչում ենք։ Այս ամբողջ շղթան ժողովուրդը տեսել է, ժողովուրդը։ Հիմա դրա համար մարդը քնից արթնանում, մենք ասում ենք տվեք խաղի կանոններ, փորձենք հարմարվել, կամ փորձենք հարմարեցնել մեզ կամ մենք հարմարվենք։ Բայց խաղի կանոն որպես այդպեսին չկա, որովհետև առավոտ քնից արթնանում ես, մեկ էլ տեսնում ես լրիվ ուրիշ խաղի կանոն է։ Մինչև ուզում ես այդ ուրիշ խաղի կանոնը հարմարվես ու հասկանաս, թե բա ինչ պետք է արվի այս աշխարհի գլուխը ինչ ա գալու, հաջորդ օրը լրիվ ուրիշ բան է հայտարարվում։ Մյուս օրը լրիվ ուրիշ բան է արվում։ Դրա համար ես ուզում եմ ասեմ, որ կարծում եմ, որ այս քաղաքականությունը կվերանայվի, որովհետև դա ուղղակի շատ վատ տեղ է տանում Միացյալ Նահանգներին, մեկ անգամ եւս ուզում եմ ասեմ, որ նրանք ովքեր մտածում են, որ վերջապես ճիշտ կլինի Ամերիկան մեկուսացնենք, մենք մեր եկամուտներով, մեր փողերով հանգիստ կարող ենք ապրել, խորը թյուրիմացության մեջ են, որովհետև նրանք պետք է այդ դեպքում աշխարհին բացատրեն, եթե գոնե իրանք գիտեն, թե ինչու պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում ամենամեծ համախառն ներքին արդյունքն ունենա։ Եթե աշխարհի գործերին չի խառնվում, ինչու պետք է ունենա։ Աշխարհի ամենամեծ տարածքը Իրանը չի։ Աշխարհի ամենամեծ օգտակար հանածոներն Իրանը չի։ Կոմունիկացիոն առումով ամենահարմար դիրքում չի երկու օվկիանոսից կտրված։ Բնակչությամբ ամենամեծը չի, տարածքով ամենամեծը չի, հանածոներով ամենամեծը չի, կոմունիկացիոն առավելություններ չունի։ Ու բավական տարածքներ բնակչության համար այդքան էլ հարմար չի։ Ոնց է ինքը աշխարհի ամենամեծ տնտեսությունը։ Մի պայմանով, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, իր աշխարհակաղակական կշռով, աշխարհում ունեցած իր դերակատարությամբ, կտրի դա այդ ամեն ինչը եւ տակը կմնա ինչ։ Այդ դեպքում հարց է ծագում, Կանադան ինչի՞ թե Ամերիկային զիջի։ Ի՞նչն է պատճառը։ Կամ ինչի՞ թե դուք չպարտվեք Հնդկաստանին ու Չինաստանին։ Եթե շուրջ 1.5 միլիարդ բնակչություն ունեն։ Իսկ տարածքով էլ Ռուսաստանն ավելի մեծ է, Կանադան ավելի մեծ է։ Այս է հարցը։ Սա է հարցը, որ ի վերջո ում են ուզում բան բացատրել։
երբ որ մարդիկ դա հրաշալի հասկանում են, որ այդ երկիրը ֆենոմենալ պետություն է ու տենց հաստեղծվել, Լատինական Ամերիկան գաղութացված բոլոր երկրներում միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին է հաջողվել այս վիճակով այդ ամեն ինչին հասնել, ու դա շատ քայլերի հաջորդականության արդյունք է, այդքանը շատ երկար կլինի, որ քննարկենք։ Ուղղակի հաշտվեք այդ մտքի հետ, որ ձեր ձեռքը տվել են օրիգինալ մի հատ պետություն, ունիկալ պետություն, որ սովորական չարչիական գործիքներով այդ պետությունը չես կարա դու պահես։ Հնարավոր չի դա։ Պետք է ուղղակի ուղեղդ մտածես, թե ինչ հա ձեր ձեռը ընկել։ Որ մենք էլ հասկանանք, որ կարակը չենք ընկել այս աշխարհում, որ հասկանանք, լավ, ի վերջո գլուխներս ինչ քարին պատին ենք տալի, ոնց ենք մեր անվտանգության մասին մտածում, ոնց ենք մտածում ում հետ համագործակցելու մասին։ Եթե Միացյալ Նահանգները մի օր որոշում ու հետ է քաշվում։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է. Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ավելացնել իրենց երկրների ռազմական ծախսերը հասցնելով մինչև հնայի 5%-ին։ Իհարկե սա շատ լուրջ թիվ է եւ շատ համարձակ հայտարարություն, որովհետեւ նույնիսկ եթե Գերմանիան ասեց, որ հասցնելու են 5%-ին, իսկ Գերմանիայի ծավալները հաշվի առնելով դա շատ լուրջ թիվ է, բայց այնուամենայնիվ Ֆրիդրիխ Մերցը, որ շատ ակտիվ ձևով մտել է եւ ցանկանում ամենահզոր պետությունը ստեղծի Եվրոպայի, միանշանակ ողջունելի է, բայց նույնիսկ սենց զգուշավոր լավատեսությամբ ենք ասում, որ եթե կարողանա դրան հասնի, հալալա իրան։ Այտենց այդքան հեշտ չի է 5%-ը Գերմանիայի պարագայում ապահովել։ Բայց այս 3 երկրները, որ սենց համարձակ հայտարարություն են անում, գալիս է մի բանից։ Առաջինը, իրանք մտածում են, որ այնուամենայնիվ հույսները պետք է իրա վրա դնեն, կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեռքաշի, եւ երկրորդ հասկանում են, որ Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականությունից չի հրաժարվելու։ Ռուսաստանը իր տնտեսությունը հետ պատերազմյան տնտեսությունը չի կարողանալու նորմալ պահի, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ ֆրոնտից եկած մարդիկ, որ եկան, իրանք ֆրոնտում ամեն ինչ էին, գեներալներ էին, հրամանատարներ էին, խիզախ տղեկ էին, եկան տուն մարդ սպանելու փորձ ունեին, հա, այնտեղ թշնամի էր։ Երկրի ներսում մտածում էին, որ ցանկացածին կարելի է թշնամի համարել ու սպանել, որովհետև իրանք արդեն այդ ձևով հարցի լուծումները գիտեին։ Շատ դժվար իրանք կարողացան ինտեգրվեն երկրի տնտեսության մեջ խաղաղ ապրելով, արարելով, որովհետև պատկերացրեք, իրանք քաղաքներ են գրավել, առաջ են գնացել, բաներ են արել, եկել են ստեղ, բայց այդ ընթացքում, որ նրանք ովքեր թիկունքում աշխատել են, պետք է գնան նրանց ձեռի տակ աշխատեն։ Շատ լուրջ դժվարությամբ է այդ ամեն ինչը եկել իր տեղն ընկել։ Ռուսաստանը երկիրը դրել է ռազմական ռելսերի վրա, տնտեսության հերն անիծել գցել է մի կողմ, ինչ որ կարա տվել է Չինաստանին, ինչ որ կարող է Չինաստանից վերցնում է, որովհետև փոխարինի եվրոպականին, այդ պարագայում ինքը ժողովրդին հիմա ասում է, դե գիտեք կռիվ է, կռվում ենք, այ դրա համար պիտի վատ ապրեք, բա կռվում ենք, հայրենիքը հետ ենք բերում, մեր պատմական հողերը մեր ժողովրդին նեղացնում են, հետ ենք բերում։ Հիմա երբ որ այդ պատերազմն ավարտվի, այդքան զինվորը հետ եկավ, որոնց որ բանտերից հանել են ու ասել են ձեր մարում ենք ձեր դատվածությունը, գնացեք կռվեք։ Այդ մարդիկ, որ հետ են գալիս, նույնիսկ հիմա, քանի սպանություններ են անում։ Ինքը հերոս է, ինքը գնացել այնտեղ մեդալ է ստացել, բայց մարդասպանության համար բանտ էր նստած։ Այդ բոլորը 100,000-ներով գալու են մտնեն Ռուսաստանի տարածք, մարդ սպանելու մեծ փորձով։ Եվ այդ պարագայում իրանք հասկանում են, չէ՞ դա ինչ է նշանակում։ Իրանք չեն ուզում, որ այդ մարդիկ հետ գան, որտեվ այդ մարդկանց իրանք արտոնություն են տվել ուղարկել Ուկրաինայի դեմ, նրանք չեն ուզում գան ներսում իրանց դեմ կռվեն, ապակայունացնեն երկրի վիճակը։ Այնպես որ այս պարագայում Մերձբալթյան հանրապետություններն էլ հրաշալի հասկանում են, որ հեռանկարային կարգով պետք է իրանց ռազմական ծախսերը ավելացնեն։ Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ մեր լատվիացի եւ լիտվացի գործընկերների հետ այսօրվա հանդիպման ամենակարևոր թեման իհարկե պաշտպանական ծախսերն են։ Էստոնիայի տարեկան ներդրումը պաշտպանության ոլորտում 26-29 թվականներին կկազմի մոտավորապես ծախսերի 5.4%-ը։
Բացի պաշտպանական ծախսերի ավելացումից մենք հատուկ շեշտադրում ենք կատարում պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումները Եվրամիության և նրա անդամ երկրների մակարդակով, օրինակ Եվրամիության ընդհանուր վարկավորման մեխանիզմի միջոցով ապահովելու մեր երկրների պաշտպանունակությունը, նշել է Պեկուրը։ Այսինքն հիմա տեսեք, այս ընդհանուր վարկավորման մասը շատ կարևոր է, որպեսզի նորից հիշեցնեմ, որ այդ մասին մենք խոսել ենք, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփն ասեց պաշտպանական ծախսերը կրճատելու եմ, ասի հիմա այդ սխալից օգտվելու են եվրոպական երկրները եւ քանի որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հետ կապված իրանց ընտրողին չեն կարող բացատրեն, թե իրանց երկրները ինչ են ճգնաժամի մեջ, նույնիսկ չեն կարող բացատրել, որ Ռուսաստանի հետ կապված սանկցիաների պատճառով է։ Մի քիչ խորքային ուսումնասիրություն կատարողը անգամ միջին տրամաչափի տնտեսագետը կարող էր ասել, որ Մեծ Բրիտանիայում ճգնաժամային իրավիճակը կամ Գերմանիայում կամ Ֆրանսիայում որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ կապված սանկցիաների հետ։ Այսինքն դա բարդ չէ, այդքան շատ չխորանանք ձեզ մասնագիտական բաներով չծանրաբեռնեմ։ Եվ դրա համար իրանք երջանկացած ասին, էս ինչ լավ է, օգտվեցինք Տրամփի սխալից, սկսեցինք ռազմական ծախսերն ավելացնել։ Կավելացնես ռազմական ծախսերը, տնտեսությանը շատ լուրջ աջակցություն կցուցաբերես, որովհետև այն ինդուստրիան է, որտեղ ռեսուրսների խնդիր կա, բավական բարձր աշխատավարձերի խնդիր կա, այդ ամեն ինչը գնալու է ժողովրդի կենսամակարդակն է բարձրացնելու, գնողունակ պահանջարկն է բարձրացնելու, որով պետք է կարողանա խնդիր լուծել։ Ու ամենակարևորը Եվրամիությունից անմիջապես ասեցին, նորմալ, արտոնյալ, նպաստավոր պայմաններ կստեղծենք ձեզ համար, եթե դուք ռազմական ծախսերն ավելացնեք։ Եվ դա էր պատճառը, որ որոշ ժամանակ հետո Դոնալդ Տրամփը, որը խոսում էր ռազմական ծախսերը կրճատելու մասին, ասեց, որ աննախադեպ քայլ ենք անում, ռազմական ծախսերն ավելացնում են։ Այսինքն հիմա տեսեք, հատուկ իրանք քանի որ գիտեն, որ շատ արտոնյալ ձևով կարող են վարկեր ստանալ, եթե պաշտպանական ծախսերն ավելացնեն, դա մտնելու է իրանց տնտեսության իրական հատված։ Վերցնում ես արտոնյալ ռազմական ծախսես անում, դրանից նյութատար աշխատատար եւ նյութատար ոլորտները զարգացնելով, բավական լուրջ գումարներ մտցնելով, դա օգնում է նաեւ լայն սպառման ապրանքների իրացմանը եւ այլ եւ այլ։ Մանրամասն այդ ամեն ինչի չասեմ, դուք հասկանում եք, որ այդ պահը իրանք բաց չէին թողի։ Այսինքն նույնիսկ այս հայտարարությունը շատ հեշտ ապացուցման է, ինչի մասին մենք ավելի շուտ էինք ասում, քան իրանք այս հայտարարություններն արել են, որ Եվրամիության ընդհանուր վարկավորման մեխանիզմի միջոցով իրանք ապահովելու են այդ ծախսերը։ CBS News-ը հայտնում է, Հարվարդը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքի պատճառով, պահանջելով արգելքը ճանաչել անօրինական։ Դատարանը ժամանակավորապես կացետրել է Տրամփի վարչակազմի կողմից Հարվարդի համալսարան օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը։ Դատարանը լսումներ է նշանակել մայիսի 29-ին, թույլ չտալով Տրամփի վարչակազմին չեղարկել Հարվարդի ուսանողական և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագիրը։ Իհարկե, բացի այն, որ դատարանը այս մասին ասել է, երեկ այս դատարանի այս հայտարարությունը դեռ չկար, տարածված չէր, որ այդ մասին խոսել ենք, ապշելու բանա, թե ինչ համառությամբ են ցանկանում կառավարելի դարձնել բուհերը, եւ որը որ շատ հակառակ արդյունքն է ունենալու, իսկ արտասահմանյան ուսանողները հենց փող բերող են իրանք, շատ լուրջ ձևով այդ մարդիկ գալիս են, աշխատում են, ուղեղներ են գալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրթություն են ստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցում են, անգամ Գերմանիայից են զարմացած, որ ասում են, «Էս ինչ եք անում»։ Այդքան մենք մասնագետներ ունենք ձեր մոտ, հսկայական թվով ուսանողներ ունենք, էս ինչ եք անում, ժողովուրդ։ Արձագանքները արդեն տարբեր տեղերից լինում է։ Հարցը մենակ դա չի, որ դատական կարգով դա կասեցնեն։ Հարցը նա է, որ դա ուղղակի չպետք է լիներ այդպիսի բան, այն էլ ոչ միայն անելով Հարվարդի դեմ, որ ասել են, որ դա իր վարկանիշով համաշխարհային սանդղակով մշտապես երրորդ տեղից ցածր չի եղել։ Բացի դրանից էլ ասում են, որ սա վերաբերում է նաև մյուս բուհերին, այսինքն բուհերը դարձնել կառավարելի, որ եթե ուզում եք փող ստանաք, ոնց ասենք, տենց պետք է աշխատեք։ Իսկ այդ բուհերի ամբողջ առավելությունը նա էր, որ իրանք ինքնուրույնություն ունեին։ Սա որևէ ձևով չի նպաստելու նրան, որ դա կապեն, այ տեսեք, հակասեմիտական ինչ-որ շարժումների, բացարձակ դա չի նպաստելու։ Ուղղակի սա ավելի շատ
գործադիր իշխանության կողմից պարտադրանքա, որ ոնց ասենք, ձեզ տենց պետք է պահեք։ Կառավարելի բուհը դա այլևս Ամերիկայի Միացյալ Նահանգների բուհ չի, այդ կարգի բուհ աշխարհին որտեղ ասեք կարող է լինել։ Ու այդ դեպքում հարցածագում իսկ ինչի է աշխարհի առաջի եռյակի բուհերը Միացյալ Նահանգներինը, ի՞նչ է, մենակ շենքային պայմանն է դա։ Ինչով է դա այդպես, էլի։ Մի պատճառ պետք է լինի, նորից վերադառնանք Ամերիկայի ունիկալ լինելու մասին։ Պատճառ պետք է լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բուհերը լինեն աշխարհում վարկանիշով ամենաբարձր տեղերում։ Պատճառը դա է։ Հենց այդ մթնոլորտն ու այդ կառավարման համակարգն է, որ դա քանդեց իր տակը ինչ է մնալու։ Աշխարհը մեր քիչ տեղ կա, որ շենքային պայմաններ ունեն։ Երբ փողը պետք է կտրես, կառավարելի դարձնես, այդ բուհը ոնց կարող լինի համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող։ Կարծում եմ սա էլ ինչ-որ մի ձև կգտնեն վերանայելու, որովհետև սա ուղղակի շարունակել տենց հակազդեցության մեջ մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հենասյուներից մեկին, էլի, ես նկատի չունեմ կոնկրետ Հարվարդը, որ ավելի հին է, քան Ամերիկայի ստեղծված պետությունը, բայց հենց այդ համակարգին դա հենասյուներից մեկն է, որ ասել են այսպիսի համակարգ ունենք։ Դրա հետ կռիվ տալը չեմ հասկանում, էլի, ինչա տալու։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև մայիսի 23-ին Հռոմում կայացած բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցությունների այս փուլից հետո հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է տարաձայնություններ առաջացնող հարցերը լուծել ամերիկյան կողմի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։ Հուսով եմ 1-2 հանդիպումների ընթացքում Իրանի դիրքորոշման ավելի լավ ըմբռնման դեպքում կկարողանանք հասնել համաձայնությունների, որոնք կարող են նպաստել բանակցությունների առաջընթացին, ասել է Արաղչին։ Իսկ միջնորդ երկիրը Օմանի արտաքին գործերի նախարարն իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների 5-րդ փուլը թույլ է տվել հասնելու առաջընթացի, հույս հայտնելով, որ առաջիկա օրերին կհաջողվի պարզաբանել մնացած հարցերը էական եւ բարեխիղճ համաձայնության հասնելու համար։ Այսինքն սա ցույց է տալիս, որ նույնիսկ եթե համաձայնության չեն եկել, այնուամենայնիվ բանակցությունը շարունակելու համաձայնություն գոնե ունեն եւ դրական են համարում հետագա համագործակցության շարունակությունը։ Սա խոսում է այն մասին, որ դեռ Միացյալ Նահանգները դիրքերը կոշտացնելու ցանկություն չունի։ Այսինքն դեռ ինքը հույս ունի, որ Իրանի հետ կպայմանավորվեն, համաձայնության կգան եւ կասի տեսակ խաղաղություն բերեցի, այլ ոչ թե մտածեն, որ Իրանին հարված են։ Սա է պատճառը, որ դա էլ ասենք առաջի հարվածը սա հենց Իսրայելին է, որովհետև Իսրայելը դեռ հույսը չի կտրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կհամոզի, որպեսզի նա հարված հասցնի Իրանին, որովհետև Իրանը իր կոշտ դիրքորոշումից չի ուզում հրաժարվի։ Ասում են ինչ որ հարստացնել ենք, ոչ միայն դա պետք է պահպանենք, ոչ միայն լաբորատորիաները պետք է պահպանենք, այլ նաև էլի պետք է հարստացնենք, բայց ռազմական նպատակով չենք օգտագործելու, խաղաղ նպատակով ենք օգտագործելու։ Այսինքն Իսրայելը հասկանում է, այդ խաղաղ նպատակով հարստացրածից մինչև ռումբ ստեղծելը մի քանի ամսվա պատմություն է։ Իսկ այդ պարագայում ինքը մտածում է առաջին նոր պետք է հարված ուտի Իսրայելը, Ամերիկան չի ուտելու։ Այսինքն բայց հիմա այսօր Իսրայելը չունի այդ կշիռը, որ կարողանա Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզի, որ հարվածներ հասցնի։ Եվ նույնիսկ այս բանակցությունները եթե ավարտվել են անարդյունք, միայն այն, որ արդյունքը համարենք, որ շարունակվելու է բանակցությունները, դա խոսում է այն մասին, որ դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ չի կոշտ հարվածի գնալ, մի բան, որը նաև բխում է մեծապես մեր շահերից ավելի շատ, քան Ամերիկայի ու Իրանի, որտեղ մեզ համար ոչ մի պարագայում ընդունելի չի, որ Իրանը ներկայացվի պատերազմի մեջ։ Մի բան ուղղակի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Մայիսի 28-ին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ անցկացվելիք միջազգային հանդիպմանը Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ինչի ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այս հանգամանքի վրա, որ նույնիսկ այն, որ Հայաստանի չի մասնակցելու, ներկայացումը դե խիստ զբաղված էի, դրա համար չեմ մասնակցում։
բայց եւ միևնույն ժամանակ տեղ են թողում ցույց տան, որ տեսեք այնուամենայնիվ մենք Ռուսաստանին տեղն ենք դնում, այսպես ասած, էլի։ Իհարկե ես համարում եմ, որ սա շատ պրիմիտիվ է, ժողովուրդ ջան, գիտաֆանտաստիկ պրիմիտիվ է, որովհետև այս վերջերս էլ որ ասում են, տեսակ Արարատ Միրզոյանը Լավրովին օդանավակայանում չդիմավորեց, այնուամենայնիվ տեսակ ինքը ցույց տվեց, որ ես իրան չեմ դիմավորում։ Եթե դա գալիս է եւ իր ասած ամեն ինչը ընդունում եք, ասում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու եք զարգացնել, գալիս է մեր դաշտում մեղադրում ա ձեզ ասում դուք եք մեղավոր Արցախը հանձնելու, դուք եք սենցար են, հենցար ծպտունները դուրս չի գալի, գալիս է իրանց դերակատարությունը կարևորում, բայց ընդամենը մի հատ ձև եք գտնում, որ ձեր համախոհներին ասեք, տեսար Միրզոյանը օդանավակայան չգնաց, կամ էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Պուտինին չդիմավորեց, այդ տեսակ ուժեղ տղա է, Ժողովուրդ ջան, դա ուժեղ տղու քայլ չի, դա անլուրջ քայլ է, ասեմ ինչի, կամ դու չես ընդունում այդ մարդուն, ու վերջ, ու չես ընդունում, իսկ եթե դու նրան ընդունում ես, նրա կարգավիճակը ընդունում ես, պարտավոր ես նրան ընդունես հավուր պատշաճի, մենք գտնում ենք, որ դու պետք է չընդունես, ոչ թե ընդունելուց հետո ցույց տաս, որ տեսար ինչ մակարդակով ընդունեցինք, չընդունողը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն էր Սիրիլ Ռամաֆոսան, որը որ 2023 թվականի օգոստոսին, երբ որ BRICS-ի գագաթնաժողովը Հարավաֆրիկյան Հանրապետությունում պետք է անցներ, ինքը զանգեց եւ Պուտինին ասեց, «Այս կոմերը չերևաս, որ գաս, մենք Հռոմի ստատուտ ենք վավերացել, քեզ կալանավորելու ենք»։ Դրա համար գնաց Սերգեյ Լավրովը, այսինքն այդ չընդունողը այդպես տղա է ալնում, որը կանգնում է ասում, ես քեզ չեմ ընդունում։ Իսկ եթե դու արդեն նրան ընդունում ես, դու նրա կարգավիճակը ճանաչում ես, ապա ՄԱԿ-ի մշտական անդամ պետության ղեկավարը, եթե քո երկիրը եկել, նրան պիտի դիմավորի առաջի դեմքը։ Եթե եկել է ՄԱԿ-ի մշտական անդամի կարգավիճակ ունեցող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, դու պետք է գնաս նրան օդանավակայանում դիմավորես։ Չդիմավորելը չի ցույց տալի, որ դու ուժեղ տղա ես, որովհետև դու որ ուժեղ տղա ալնեիր, նա չէր գալու։ Պետք չի ուժեղ ցույց տալ միտեղ, որտեղ դա ընդհանրապես անհասկանալի, կամ դու այդ կարգավիճակը Ռուսաստանի ընդունում ես, ուրեմն պետք է ընդունես, որ նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, կամ պետք է ընդունես, որ ինքը օկուպանտ ու ագրեսոր է, ու ասես այս կողմերը գալիս ես, ինչ ես կորցրել այդտեղ։ Ու իմիջիալոց այդ Ռամաֆոսան հենց այն նախագահն է, որ մի երկու օր առաջ Դոնալդ Թրամփը կանչել էր իր մոտ եւ մեղադրում էր սպիտակ կամորդներին սպանելու կամ չգիտես ինչի մեջ նայել պատասխանում էր եւ վեճի էր բռնվել։ Բայց չմոռանանք, որ այս մարդը ինչ էր ասում, Պուտինին էին օրդեր տվել մարդկանց սպանելու, առևանգելու, երեխաներին առևանգելու հետ կապված։ Բայց Դոնալդ Թրամփը Պուտինին չմեղադրեց, այլ մեղադրեց այն դատավորին, որը օրդեր էր տվել։ Եթե մարդասպանության հետ կապված պետք է մտածել, պետք էր դա մտածել։ Դրա համար ես ուզում եմ ասեմ, այս կարգի հարցերով ցույց տալ, թե մենք ինչ հզոր տղեկ ենք, որ դա ուղղակի լուրջ չի։ Հզոր լինեիք, այսպես կլինեիք, որովհետև պատահական չի, որ ասի Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարի վերաբերմունքը այս ամեն ինչի մասին։ Իսկ հիմա նաև նայենք, երբ որ խոսում ենք առաջիկայում, տեսնում եք ցանկացած առիթը օգտագործելու են ընտրությունների հետ կապված քայլերի ուղղությամբ, թե ինչ են անելու։ Մենք նաև խնդիր ունենք, որ մարդկանց հասկանանք, լավ, ի վերջո մենք ինչ հասարակություն ունենք, ով է մեր ժամանակի հերոսը, ինչ արժեհամակարգ ենք ուզում ունենանք։ Հասկացանք, մտածում ենք եվրոպական ընտանիքի անդամ լինենք, հույս ունենք, որ եվրոպական ընտանիքը նաև անվտանգության հարց կլուծի։ Այդ հասկացանք, այդ արտաքին քաղաքական կողմնորոշում, բայց երկրի ներսում ինչպիսի մթնոլորտ ենք ուզում մենք տեսնենք, այսօրվա ստեղծված մթնոլորտը մեզ համար ընդունելի է, մնում է ընդամենը մտածենք դեպի Ռուսաստան ենք գնում, թե դեպի Եվրոպա, թե այսօր նայում ենք, թե ինչ մթնոլորտ է մեր երկրում, որ բնագավառը նայես բարոյալքված վիճակ, շահամոլություն, որ բնագավառը նայես խայտառակ վիճակ, ժողովուրդ ջան, այս ժողովուրդը արդեն մի հատ մոլուցքի մեջ հանգել, ինչ է կատարվում, նայում եք, ինչ վիճակի առաջ ենք մենք կանգնած, եւ մեկ էլ հիմա նայում եք, այս թմրանյութերի խայտառակ վիճակ, դպրոցների են հասել, արդեն ագրեսիվ ձևով երեխաներին են տալիս, ինչա նորություն է դա, սենց ագրեսիա եղել է, այսքան
երթևեկության կանոնների խախտումների ժամանակ մարդիկ պատահական մեքենան քշեն վրեն կամ չգիտես ինչ ելնի լրիվ հազարով մի բան է մարդիկ արդեն վախեցած են իրանց երեխաների համար արդեն իշխանություններն են խոստովանում որ այդ խնդրեմը դպրոցներում կա ոչ միայն այս վերջի արտարոց դեպքը որ այնքան լկտիացած էին որ արդեն կարային տանեն երեխան տա այսինքն արդեն ոչ թե երեխային բանակ տանելու համար է ծնողը սարսափում երեխային դպրոց ուղարկելու համար է սարսափում ինչ անի երեխայի հետևից գա դպրոց ինչ անի գա կողքը կանգնի որպեսի որևէ բան չլինի բայց որտեղից այս երկրի մթնոլորտը այդպես դարձավ որ այն աշճանի բարոյալքվեց իսկ ինչա մեծերը չեն տանում ուրիշի երեխայի բերանը լցնում այդ թմրանյութը այդ մեծը ոնց է այս երկրում ապրում այս երկրի մթնոլորտում ապրում ու չի մտածում որ իրան ոտերից կկախեին ու չի մտածում որ ծնողը կմտնի իր տուն ինչ օին կդնի իր գլխին իր երեխայի հետ տենց ինչի չպետք է մտածի որտեվ ինքը գիտի օրենքը իր կողմն է թմրանյութի այսպիսի խրախճանքը իշխանության կողմից կազմակերպված է բայց ով պետք է իրան մեղադրի հլա ու մի հատ ծնող գնա իրանց հետ փորձի ինքնադատաստան տեսնի այդ ծնողը կտանեն կկալանավորեն այդ թմրանյութ վաճառողը իրանց մարդն է ոնց է նրա վրա ոտնձգություն անում բա մարդիկ չգիտեն ինչ է կատարվում թե այս ինչ հոսքեր է Հայաստան մտնում ու այս ինչ անկառավարել է ով է սրա դեմը առնելու այս մթնոլորտի մեջ են չէ այդ մարդիկ սովորում ու աշխատում մի օր կարող է ասենք նայում ես բանակի իր հերթին այդ հասկացանք դպրոցի այս վիճակը որ ասում են դպրոցների մասին ենք մտածում հետ գիտեն դպրոցը մենակ վերանորոգելն է դպրոցը այդ մթնոլորտն է ու ինչ է ստացվում հարյուրավոր դպրոցներ տնօրեններ չունեն մերժված պաշտոնակատարները շարունակում են կառավարել այսինքն իրան մերժում եք բայց ամիսներով ու տարիներով այդ նույն մարդը շարունակում է աշխատել բայց գիտի որ ինքը մեկա չի ելնելու ինչ է ստեղծելու ինչ բարիք է ստեղծելու եւ ոնց են նրան ենթարկվելու Եվ ոնց են նրա ասածները կատարելու։ Այն դեպքում, երբ որ ասում եք դպրոցը դաստիարակելու ֆունկցիա չի կատարում, դաստիարակելու ֆունկցիան թողել ենք տնեցիների վրա։ Ընդհանրապես կրթելու գործն է այդպես։ Երեխեքին ոնց են ուղարկում դպրոցի մայր, կամ լատեսեք ինչեր կատարվեց։ Մի մասը անցել է ուսուցչին պաշտպանում տնօրենին ու մյուսներին մեղադրում, մի մասը անցել է տնօրենին պաշտպանում, ուսուցչին մեղադրում։ Արդյունքում ոտի տակ են տալիս դպրոցը։ Այս ինչ դարձավ դպրոցը ժողովուրդ ջան։ Բայց ժամանակ որ ասում են մենք հենց գիտեինք դպրոցի ուսուցիչը պետքարան չի գնում հո այդքան միամիտ չէին որ գիտեին պետքարան չի գնում չէին էլ ասում տնօրենը ուսուցիչն էր աստվածային մարդ նա սովորական մարդ չէր այդպիսին էր վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ այս ինչ դարձրեցիք երեխեքին լարած սրած ուղարկեք դպրոց գնացեք ձեր շահերը պաշտպանեք գնացեք կեսալեք մի բանը լի նկարեք մի բան հասկացանք այդ ամեն ինչն արեցիք արդյունքում ձեր երեխեքին տանը չեք կարող դաստիարակեք դպրոցում էլ չեք ուզում որ դաստիարակեն արդյունքում էս չունենք վիճակը այս մթնոլորտը չի Առավոտից իրիկու որ ալիքը միացնես, մեկ էլ մի հատ, չգիտես որտեղից մի հատ դերասանա հայտնվում ու գալիս է պատմում որ ասում է որոշել եմ երեխա չունենալ։ Ինչի՞ սա պետք երեխա ունենամ, ես իսկ կարիերային եմ տվել։ Կամ էլ թե չէ բաժանվել է երրորդ էս ինչ որ մեկից 4-ին հետա։ Էս ինչ քարոզա գնում ժողովուրդ ջան։ Կամ գտնում են որ ինձ համար ամուսնանալը բան չի, կամ էս ինչ է էս մեկից բաժանվել է։ Չգիտես առավոտից իրիկու այդ քարոզն ինչի համար է գնում։ Մենք հայ ընտանիքից ենք խոսում, մեր պետության բջիջից ենք խոսում, ուզում ենք նորմալ ընտանիքներ լինեն, նորմալ երեխաներ ունենան։ Ինչ է պատահել ձեզ, որ առավոտից իրիկու ձեր ամենահետաքրքիր թեման դառել է դա, որ անպայման ընկեք կարիերայի հետևից, անպայման չգիտեք ինչ անեք, կարևորը դա է, այն մարդուն որ ասենք, գիտեք ինչ ժողովուրդ ջան, ես սենց ասեմ էլի, մարդը կարող է իր մոտ չստացվի չհամոստանա, ոչ մեկը նրան չի մեղադրի, չի ստացվել, կամ կյանքա չի ստացվել, ամեն ինչ նորմալ է, բայց այնտեղ որտեղ կարող է ստացվի, այս ինչ քարոզ եք տանում, որ կարևորը է սա, կարևորը է դա, իսկ ինչա նորմալ հայկական ընտանիք ունենալը, խանգարում է կարիերային, կամ թե չէ բոլորը պետք է աշխարհառչակ մարդիկ դառնան, որ դրա համար պետք է ընտանիք չունենան, երեխա չունենան։ Այս ինչ քարոզա գնում, որ ալիքը միացնես, որ հարցազրույցը նայես, բոլորը դրա մասին է։ Բա մենք ուզում ենք Հայաստանում ինչ մթնոլորտ ունենանք, ինչ խնդիր կարողանանք լուծենք մեր ժողովրդի համար։ Վերցրեք ցանկացած բնակավար։ Ես ասենք ինչի եմ մարդկանց ասում եմ ժողովուրդ ջան, հասկացեք,
Այն որ ասում են մի կյանքը մի անգամ է տրված, պետք է կյանք անենք, ասում եմ ժողովուրդ, գոնե ես իմ աչքով տեսած, գիտեմ որ Homo sapiens-ը գոնե 300,000 տարվա կյանք ունի, էլի։ 300,000 տարի քո նախնիները մամոնտի դեմ կռիվ են տվել։ Եվ ֆիզիկապես ուժեղ են եղել, որ մամոնտին հաղթել են, եւ այնքան հնարամիտ են եղել, որ դարանակալ ձևով նենց արել են, մամոնտին գցել են, հետո կարողացել են նրան սպանել։ Համ ուժեղ են եղել, համ հաջողակ են եղել, մամոնտը նրան ոտատակ չի տրորել։ Ձեր տատն էլ այնպես նորմալ հավաքչությամբ զբաղվել, այնպես տուն է սարքել, թունավոր նյութերի ճաշեր չի սարքել, ծնվել եք ձեր սերունդները եկել է հասել է այս կողմ։ Դու ոչ միայն առողջը ուժեղն է եկել հասել, այլ նաև հաջողակը։ Եվ եթե 300,000 տարվա մեջ մի անգամ ձեր պապն անպատասխանատու ուներ ու ասեր կյանքը մի անգամ է տրված, ես ոնց ուզում եմ նենց եմ ապրում, դու չէիր ծնվի։ Այս ժամանակակից երիտասարդ։ Քեզ 300,000 տարվա բեռը ուսիդ դրած է, որ դու օրինաչափորեն պետք է շարունակես։ Եթե Աստված քեզ չի տվել ունենաս այդ հնարավորություն, դա էլ ենք հասկանում, առողջական խնդիր է, այդ ինչ կա չհասկանալու։ Բայց եթե Աստված դա քեզ տվել է, այդ օրինաչափությունների, պատահականությունների շղթայով եկել քեզ է ասել, դու պարտավոր ես օրինաչափորեն զարգացնես, որովհետև դա քեզ վիճակվել է, որ դու այդ ընտանիքը կազմես, երեխա ունենաս եւ քո պարտավորությունը կատարես, ոչ թե հայրենիքի առաջ, ոչ թե ընտանիքի առաջ, ոչ թե ասենք տղա ունենաս, բանակ գնա, աղջիկ ունենաս, էսա, չէ, այլ ուղղակի դու հասկանաս, թե ինչ բեռակ ուսին դրած, ինչ այս ամբողջ աշխարհում քեզ է վիճակված եղել, որ այդքան անցած ճանապարհի մեջ մի հոգի ձեր ազգուտակի մեջ անպատասխանատու չգտնվի։ Հիմա դու դա պետք է օրինաչափորեն շարունակես։ Մեկ էլ մի օր տենում ես ես իմ ով մտավ եթեր ու ասես բա մեզ պետք է ամուսնանալը։ Բա մեզ պետք է էս անելը, բա մեզ պետք է այն անելը։ Ժողովուրդ ջան, կամ էս թեթև սոլիկությունը ինչի համար է։ Մենք բարձր ենք գնահատում մեր կանանց, կյանքներից շատ սիրում ենք, որովհետև այդ մարդիկ մեզ համար ծնել են աշխարհի ամենաթանկ մարդկանց։ Ամբողջ կյանքում պարտական ենք իրանց։ Բայց եւ միևնույն ժամանակ տղամարդը, որը երբեք այդ մասին չի խոսի, ուրիշների փոխարեն ես ասեմ, երբ որ մարդը գնում է մի հատ թղթի տակ ստորագրում է, որ ամուսնացել է, ինքը ստորագրում է եւ ասում է. ես պատասխանատվություն եմ վերցնում, կյանքը զոհեմ այս կնոջ համար։ Ամուսնությունը դա է։ Որտեղ եթե փողոցով քայլում ես, դեմից գալիս են մարդիկ, մտածում ես կարող է խնդրեմ լինի, մեջքիդ հետևով զգուշ կնոջը տանց ես կասնում անվտանգ տեղ։ Եթե դեմից մի հատ շուն է գալի, չգիտես, արագ գործողություն անես, կարող է նա հարձակվի, բայց եւ համենայն դեպս վտանգ ես տեսնում, մեջքիդ հետևով հանգիստ տանում ես այն կողմ, որպեսզի ինքը անվտանգ տեղ լինի։ Դու ստորագրելով այդ թուղթը, որ ամուսիններ եք, դու ասում ես ես պատրաստ եմ կյանքս զոհեմ քո համար, դա է ամուսնությունը։ Որևէ տղամարդ, որ փողոցում կթողի վտանգի մեջ իր կնոջը, կվազի տուն, կասի բալեք ջան, մամային թողեցի ես փախա, իր երեխան, որ երկուսին էլ հավասար սիրում է, կկանգնի կասի, բա որ մամային թողել էր դու ինչի եկար, դու էլ մնայիր այնտեղ։ Նա չի տանի այդ վիճակը, որ իր հայրը թողել է իր մորը եկել, էլ չի կարող նա հաշտվի այդ մտքի հետ։ Հասարակությունը չի կարող ների այդ մարդուն, որը որ կարող է իր կնոջը թողի վտանգում, որպեսզի ինքը փախնի։ Բայց այդքանից հետո, այդ կյանքը, որ տենց պատրաստ ես, չգրված օրենքով մեկի համար զոհես, բա ո՞նց կարաս քան թեթև սոլի կլնես, ասես 3-րդ անգամ ամուսնացանք, 4-րդ անգամ չստացվեց, 5-րդ անգամ կստացվի։ Մեկ կենտրոնացեք, հա ժողովուրդ ջան։ Մեկ լրջացեք, այս ինչ է կատարվում։ Ու թվում է թե դա քաղաքականությանը վերաբերող չէ, քաղաքականությունը ամեն ինչին վերաբերողն է։ Բայց ինչ պետություն ենք ուզում լինենք։ Այս ինչ վիճակի առաջ կանգնացեցին այս մարդկանց։ Մեր մաքսիմալիզմով հոլիվուդյան աստղերը իրանք պլաստիկ վիրահատություններ են անում, որպեսզի լավ նայվեն։ Ֆանտաստիկ փողեր են առնում, պլաստիկ վիրահատություն են անում, որպեսզի լավ նայվեն։ Դուք հոլիվուդյան աստղ եք։ Այս ինչ է մեր երկրի մեջ էս հայկական մաքսիմալիզմով ընկել։ Որ սենց կյանքը վտանգելով այդ ամեն ինչին կգնան։ Որևէ մեկը դրան դեմ չի, եթե դա լինի անհրաժեշտություն, ով չի հասկանում, որ կարող է այդ վիրահատությունը անհրաժեշտություն է, բայց այս աղջանի անհրաժեշտություն, հա։
Գնում ես ցանկացած մեգապոլիս, ասում եմ ժողովուրդ մի հատ ուշադրություն դարձրեք, Հռոմը լինի, Փարիզը լինի, Լոնդոնը լինի, Մադրիդ չասեմ, բայց Բարսելոնա, պետք մայրաքաղաքը Մադրիդն է, բայց նա ավելի ազդեցիկ քաղաք է իր կշռով, հարց է ծագում, այսքան գեղեցկության սրա այդ քաղաքներում կա։ Ասեմ այդ նայեք էլի, բաուրեն, այս մարդիկ չեն գեղեցկանում, չէ ժողովուրդ ջան, այդ մարդիկ իրանց համար հանգիստ ապրում են։ Եթե մենք ուզում ենք արտասահմանից վերցնենք, այդ մարդիկ միլիոններ են աշխատում, միլիոնների դիմացել պլաստիկ վիրահատություններ են անում, բայց որ օրը զորացրվում են, այլևս ֆիլմերում չեն խաղում ու հրապարակային գործիք չեն դառնում, այդ մարդիկ հանգիստ իրանց համար ապրում են, իսկ մազել չեն ներկում, չեք տեսել ինչա կատարվում։ Հանգիստ իրանց ծերությունը վայելում են, որտեղ որևէ խնդիր չունեն։ Այսպիսի ամեն ինչ, որ ընդօրինակել նրանցից եւ տալ բոլորին անցնել միայն նրա համար, որ ում համար լավ երևանք։ Այս ընտանիքը, որ հայկական, որ մայրիմ սուրբ ու բարի, այս էլ ամեն ինչ դառավ սինթետիկ ու պլաստիկ։ Այսինքն որևէ մեկը ձեզ ասել է, բացի պլաստիկ վիրաբույժը, որ այդ սինթետիկ բարեմաստությունները տղամարդկանց դուր է գալիս, դրանց հետ համագործակցելը։ Այլ ձևով չասեմ։ Ինչ է կատարվում մեր ազգի հետ ժողովուրդ ջան, այս ամբողջը գալիս է այս նյութապաշտությունից, կյանք անենք, վայելենք կյանքը, ամեն ինչ անենք, դրա համար թմրանյութներ չեն ափսոսի, դրա համար ոչ մի բանի առաջ կյանք չեն առնի, ոչ մի սրբություն չի մնացել ժողովուրդ ջան։ Հիմա եթե մենք ուզում ենք պետություն ունենանք, այդ պետությունը իր մեջ լավից լավ իշխանություն ընտրի, որի նպատակը ինչ ստեղծենք մեր հասարակության համար։ Եթե այդ հասարակությունը լավը չի ստեղծվելու, նորմալ արժեքային համակարգ չի ունենալու, դրա իմաստը ո՞րն է։ Մենք մտածում ենք, թե ինչ-որ մի խումբ էլ գա, նորից տեսնենք ոնց է թալանում, մի խումբ չտեսների ենք հիմա էլ պատրաստում բերել, բարոյական արժեքներից ենք խոսում, ուր այդ արժեքը որտեղ է, ցույց տվեք մի հատ հասկանանք։ Եվ այս մի օրվա մեջ դուք նայեք ինչքան ինֆորմացիա եք ստանում, դպրոցից, թմրանյութ, չգիտես ինչ, հարձակումներ, չգիտես էս եղավ, թալաններ, արդեն նայում ես, արդեն կարող է պետական պաշտոնյան, որ ինքը պետք է օրենքը պաշտպանի, ինքն է մտածում, թե ոնց գողանա իրան վստահված փողը։ Այսօր հասանք, ժողովուրդ ջան, բայց մեկ ուրիշ մի հատ խեղճուկարակ մարդ գտնեն, այդ նույն կոմիտեն գիտեք ինչ կդնի գլխին, թե այս ինչ եք անում, այսքան գումարը ոնց եք ստե պահում։ Մի հատ տեղ էլի մի հատ նորմատիվը 15 սանտիմետր հանկած խախտածելն ինչ կդնեն գլխներին օրենքի անունից։ Այսօր հասանք ժողովուրդ ջան։ Մի հատ չենք ուզում, մի հատ մտածենք ինչ ենք անում։ Իսկ այս կարգի հարցերը ամեն օր մեզ հետաքրքրում։ Ուղղակի ամեն օր չի որ դրան անդրադառնում եք, մինչև չի հասնում, այստեղները չի հասնում, որ մարդիկ ի վերջո հասկանան, ով պետք է այս ամեն ինչը կանխի։ Այս իշխանությունը իր բարոյական նորմերով պետք է այս ամեն ինչը կանխի, եթե կանգնում ասма թմրանյութը պետք է օրինականացնենք, ավելի լավ է հարկեր մուծենք։ Այս երեխեքը ինչ են լսելու դրանից հետո։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։